When you smile, all my demons know to hide from your light, from your light. Ես գիտեմ, որ Երևանում ելույթներ ես ունենալու, հետաքրքիր է մինչև գալը պլանավորել էիր այդ ելույթները, թե տեղում ստացվեց։ Չէ, չի պլանավորել, հեսա 3 նոր հենց տեղում ստացվեց, այս ուրբաթ օրը պիտի վարպետի մոտ նվագեմ, վարպետ ժամը 8-ին, տենց վերջին վարկանին ցարկեցինք երաժիշտով բանով, շատ լավ կլինի։ Թվում եմ նվագելու, այնտեղ սարերի մեջ տենց խարունջ պիտի սարքենք ու հավաքվենք, այնտեղ էլ մեկ հատ պիտի նվագեմ, ես շատ եմ սիրում լեռները, տենց բնությունը, որ իմ մուզիկայի միտքերը շատ են տենց տեղերից գալիս։ Առաջին անգամից էլ որ եկել եմ մեծ inspiration էր ամենը, որ տարիները որ չեմ եղել, լրիվ Հայաստանի, Մարտունի, Երևան, ինչ որ տեսել եմ էտա, եւ մուզիկայից էլ Կոմիտաս, Տիգրան Համասյան, համար իմ inspiration-ը միշտ տեղից է եկել։ I drank the water from her hands and I've grown up, and laughter flow like honey along with the dawn. Ruins-ը եւ դրանից առաջ էլ Meadows-ը ես հենց Մարտունի մասին էի գրել, իմ պապին որ այնտեղ մնում է, եւ գնացել էի որ տեսել էի բլուրները, երեխեքը ոնց է խաղում, կյանք ինչ հարուստ եւ տաք է այնտեղ, ու որը ես ճիշտ պիտի ծնվեի, որը պիտի մեծանայի, հենց այնտեղ էլ inspiration եկել էր ու գրել եմ դրա մասին առաջին երկս եւ վերջին երկն էլ հին օրեր էլի Մարտունի մասին եմ գրել։ Եվ Ruins-ը գրեցի, որ Արցախի վրա հարձակվեցին, այդ ժամանակից միտք եկել էր ու ինձ գենոցիդի թեմերով էլ գրել էի։ From the rooms, Մեկ-երկու տարի է որ համ կարոտը շատ է, համ որ շատ եմ լսում իմ հայկական մուզիկա, հետաքրվում եմ, արդեն ընդեղից է գալիս իմ մտքերը եւ իմ հետաքրքրությունը, հա։ Հետաքրքրված ես Եվրատեսիլով, Հա, կպատմում ես, երբ այն սկսեցիր հետաքրքրվել Եվրատեսիլով, Հայաստանի որ ելույթներն ես լսել։ Ես միշտ լսել եմ, մենք միշտ ըստիկ ժամանակից լսենք, առաջին անգամ որ Հայաստանը մասնակցեց, մենք լսում էինք։ Ես վերջին տարին է որ Ruins-ը հանեցի եւ դու որ ինտերվյուն արեցին ես, մարդիկ սկսեցին կարդալ, քանի մարդ տենց հարցրեց ինչի չես մասնակցում, կարող է մուզիկան շատ լավ սազ է, այնտեղից տենց միտքը սկսվեց ու հիմա ավելի լուրջ, դրան մոտենում եմ, տեսնենք ինչ կլինի։ Եթե այս տարի էլ լինի դեպի Եվրատեսիլ մրցույթ, կմասնակցես։ Անպայման կմասնակցեմ, եթե թողեն կմասնակցեմ։ Իսկ պատկերացնում ես ինչ երգով կուզես ներկայացնել Հայաստանի Եվրատեսիլում։ Իմ կարծիքով հենց Ruins-ի այդ նոր ոճով, շատ cinematic mood, բայց այդ հին հայկական մտքերը կան մեջը եւ անպայման դուդուկ կա մեջի մուզիկայի մեջ, տենց մոդեռնը եւ շատ հինը միացնում եմ իրար ու բացի Eurovision-ից էդ է իմ սիրած մուզիկան, դրա համար շատ լավ կսազի, հա։ Բայց ուզում գարունը գամ, ավելի մեծ համերգ տամ, ավելի լուրջ արդեն սկսեմ, մարդկանց հետ աշխատել։ Շատ մարդիկ հպարտանում են, ասում են, որ տենց Հայաստանից հեռու ես մեծացել, բայց ոնց ես մեր մուզիկան, մեր մտքերը ընդունում եւ նոր տեղ տալիս, որովհետեւ հայերի համար է վերջը դուդուկով Հայաստանի թեման ուրիշ տեղեր հետաքրքրում է իրանց, բայց իր իսկական տեղը հայերի սրտի մեջ է ոնց։ Ինչ երազանքներ ունես որպես երաժիշտ։ Ոյ, հիմա նոր սկսեցի ensemble-ով նվագել, հիմա ունենք ջութակ, cello, band եւ դուդուկով։ Ուզում եմ ինչքան կարամ այդ ensemble-ով նվագեմ եւ կարանք ինչքան կարանք տուր անենք, Եվրոպա, Ամերիկա ասնենք, ինչքան կարամ այս մուզիկան, այս հայկական պատմությունները կիսեմ մարդկանց հետ, ինչքան շատ մարդ, ինչքան լավ, դա իմ պլանը։